Անիա Բաղյան, ABC Media. Պարոն Սուրաբյան, եթե հարցը փորձենք դիտարկել այլ կոնֆլիկտների համեմատությամբ, ապա կստացվի, որ թե Մոլդովայում, թե Կոսովոյում, թե Կիպրոսում բոլոր իշխանություններն էլ բանակցել են տարածքների վերադարձի հարցի շուրջ փոխադարձ շահերի ակնկալիքով։ Փաշինյանը հանձնեց տարածքներ ինչ ակնկալիքի կամ շահի դիմաց, եւ որտեղ է իշխանությունը մանիպուլյացնում, որտեղ է ճիշտ ասում, երբ խոսում է բանակցային բաց ժառանգության մասին։ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանի որ ձևակերպումներն են ներկայացվում որպես ժառանգություն։ Շնորհակալություն։ Նա ձեզ հետարքիր տեքստ կարդամ այդ կապակցությամբ։ Փաշինյանը ինչի արեց դա, հա, ինչի հանձնեց։ Այդ հարցի պատասխանը ինքն է տալի։ Հեսա կարդամ ձեզ։ Ցիտատ է, էլի։ Չեմ հորինել։ Մի րոպե։ Հա։ Ուրեմն այս պատասխանը Նիկոլ Փաշինյանը տվել է ոչ շատ հեռու ժամանակներում, ընդամենը այս տարվա օգոստոսի 23-ին, երբ որ մի ամբողջ մշակված ուղերձով հանդես է եկել հայ ժողովրդի առաջ։ Հա, ու իդեպ, այս բանը, այս ուղերձը հերքում է իրանց այն տվայտանքները ու կրուտիտները, որ մենք չենք պատասխանել կամ մենք հələ ուսումնասիրման բանում էինք գտնվում եւ այլն եւ այլն։ Տեսեք ինչ է ասել Փաշինյանը, այս իր մշակված գրված տեքստ է, ուղերձի, շնորհավորական ուղերձի տեքստ է։ Բառացիորեն լսեք։ Ի վերջո, ինչու մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը մեր կառավարությունը, ես ինքս, այսինքն Նիկոլ Փաշինյանս, չգնացինք զիջումների։ Նախ արձանագրում ենք այստեղ։ Սա հենց այն է, որ ինքը այստեղ ասում է, որ ես 19 թվի պլանով առաջարկվող զիջումների չգնացի։ Իսկն ինքը պարզ ասում է սա այստեղ։ Հիմա բացատրում է ինչու չգնացի, այդ ձեր հարցի պատասխանն է տալիս։ Փաշինյանն է տալիս։ Ինչը, ես էլ արձանագրում, 44 օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Հիմա բացատրությունը լսեք։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին անհամաչափորեն, հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի։ Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու եւ այդ անկախությունը իրական դարձնելու ռազմավարություն։ Այսինքն ինքը ասում է, ես հատուկ եմ հանձնել բանը, Ղարաբաղը, որ այս բաներին հասնեն։ Եվ այդ ռազմավարության արտահայտությունն իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ։ Այս մարդը պարզ ասում է. ես զոհաբերել եմ Արցախը հանուն երկխոսության, հանուն հաշտության Ադրբեջանի հետ եւ երկխոսության Թուրքիայի հետ։ Պարզ ասում է, գրավոր տեքստում, ինչ եք ուզում։ Որ պետք է այդպես քայլի գնալ, թե որ նայեք, ես արդեն խոսեցի նրա մասին, որ 2019 թվականի պլանով նախատեսված կարգավորումը, որը կապված էր միջազգային խաղաղարար ուժերի տեղակայմամբ, ուներ շատ կարևոր մի հատ դրույթ, որ այդ միջազգային խաղաղարար ուժերի կազմը ստեղծվելու է երկու կողմերի համաձայնությամբ։ Այսինքն օրինակի համար, հա, թուրքերը կասեին, բանա, մենք ուզում ենք մասնակցենք, ասենք Հայաստանը կասեր, չէ, մենք ձեզ հանում ենք, վերջ։ Այսինքն երկու կողմն էլ վետոյի իրավունք էին ունենում։ Հիմա կարող է պատահի Նիկոլ Փաշինյանը հաշվարկել է, որ այդ ժամանակ, քանի որ Ռուսաստանն էր շատ ակտիվ, բոլորը համարում էին, որ խնդրի կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան մի կողմ էին քաշվել, ըստ էության համաձայնվում էին Ռուսաստանի նախաձեռնությունների հետ, բայց դերակատարություն լուրջ չունեին։ Այսինքն կարող է Նիկոլ Փաշինյանը հաշվել, որ այդ process-ում Հայաստանը ու Ադրբեջանը ստիպված են լինելու տալ համաձայնություն միայն ռուսական ուժերին, եւ դա կբերի մեր անկախության նվազմանը, քանի որ ռուսական ուժերը կմտնեն ռեգիոն։ Բայց կներեք, եթե այդպես է,
ավելի մեծ абսուրդ ես չեմ պատկերացնում։ Ի վերջո ֆորմալ առումով քո ձեռն է այդ իրավունքը։ Ռուսներին ուզում ես մերժի, եթե համարում ես, որ դա վտանգավոր է, բայց պլանը ինչ ես մերժում։ Սա բան է, մի հատ հիմարության գագաթնակետ է, կամ հիմարության չէ, դավաճանության, բայց քաղաքական առումով դավաճանության, ես ասում եմ, ոչ թե քրեական օրենսգրքի, մենք սրա մասին արդեն խոսացինք։ Սա դավաճան ինքը պատստավ կա արել հայ ժողովրդին։ Ինքը մեր շահերը, այո, շահերին կարանք ասենք դավաճանել է։ Շահերին դավաճանելը քրեական բան չի, էլի, հոդված չի, դա ուղղակի դավաճանություն է շահերի նկատմամբ։ Հա, ինքը բան է, ինքը հայ ժողովրդին տարավ կախաղան։ Տարավ անձամբ։ Եվ շարունակում է տանել ամնա ողբերգականը։ Անունն էլ դնում է բան, խաղաղություն, որը չկա։ Իսկ իրականում այս ամեն ինչը նմանվում է բանա Հայաստանին հաճելի մահի ճանապարհով տանելու, այսինքն այն ինչ որ կոչվում է գիտական լեզվով էվթանազիա, այսինքն երբ որ մարդուն հիվանդին ուղղակի քննացնում են, որ հաճույքով բան անի, մեռնի, չտանջվի մեռնելուց։ Էս է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Մանիպուլյացիայի մասին ինչ եք ուզում իմանալ։ Ասում է ժառանգություն է ստացել բանականությունները, Չէ, բայց որ մոմենտում ինքը ամեն րոպե մանիպուլյացիա անում։ Ձեզ կոնկրետ որ դրույթն է հետաքրքրում։ Այնքանը ես կարամ հիմա ես ինձ մոտ գրել եմ, հələ դուք այդ հարցերը չեք տվել, թե ինչեր է խոստացել այս ընթացքում, որին արժի պատասխանել։ Ասում է բանակցային վատ ժառանգություն եք թողել։ Եթե ճիշտ ասում։ Իդեպ թողնողով է։ Թողնողով է, այդ ժառանգություն թողնողով է։ Լավ։ Okay։ Հիմա ես ամբողջ այս ասուլիսը առանցքային դարձրեցի այս ասուլիսի ընթացքում 2019 թվի պլանը, որը հիմա արդեն բոլորս կարանք ուսումնասիրենք, կարդանք։ Ասենք համարենք այդ բան, ժառանգություն։ Իդեպ թույլ տվեք օգտվելով այս առիթից նաև դրան անդրադառնամ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է Ես ինձ ուղղված պլան չի, ես ընդհանրապես խնդրել եմ մի հատ սեղմագիր գրեն, բան չեմ հասկացել, այնքան փաստաթուղթ ա եղել, բան չեմ հասկացել, ասել եմ համանախագահին մի հատ սեղմագիր ուղարկեք, իրանք էլ դա ուղարկել են։ Իսկ մարդը ինչ ասեմ, տագետ է ուղղակի։ Դες բան չի լինում միջազգային բաներում, որ դու որևէ երկրի ղեկավար բողոքի թե փաստաթղթեր շատ են եղել, ես չեմ հասկացել, խնդրել եմ սեղմագիր, բան եւ այդ լեզուն միջազգային իրավունքը ու դիվանագիտությունը չի հասկանում։ Միջազգային իրավունքն ու դիվանագիտությունը հասկանում է մի բան, եղբայր ուզում ես բանակցել, արի բանակցի, ասա ինչ ես ուզում դնես կարգավորման հիմքում, մենք էլ քեզ առաջարկ անենք։ Իդեպ այդ հարցը, այդ սեղմագիրը, որ ապրիլին է ներկայացվել առաջին անգամ, ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը։ Երևի ինչ որ բան պատասխանել է, չէ՞։ Որ ստիպված երկրորդ պլանն են ուղարկել։ Մի հատ էլ ուղարկել են ընդամենը մի քանի ամիս հետո հունիսին։ Ուրեմն այնտեղ process-ը չէ գնացել։ Ոնց կարող է պատահի, ասենք, բանը միջազգային այդ Մինսկի խումբը մի հատ պլան տա ապրիլին, մի հատ էլ հունիսին։ Ինչ է փոխվել այդ ընթացքում։ Ինչ են իրանք հանդես եկել նոր պլանները, որովհետև եղել են դիտողություններ, չէ՞, այդ պլաների նկատմամբ։ Ուրիշ տարբերակ չկա։ Այսինքն Նիկոլը էլի ստախոսությամբ է զբաղվում էլեմենտար։ Սեղմագիր, ինչ սեղմագիր։ Այսինքն բանը դու կուրսերի ես ընդունվել միջազգային իրավունքի կամ միջազգային հարաբերությունների, այդ բաներն էլ քո քոչերն են, հա, տրեյներներն են։ Այսինքն համանախագահները դա բան է, մի հատ ձրիպտի դասեր տային Նիկոլ Փաշինյանին միջազգային իրավունքի, աշխարհաքաղաքական իրողությունների, դրա համար գնայր Աննայի նման Պեկինում սովորեր նոր գայր։ Դա ինչ հիմարություն է։ Պետության ղեկավարը ասում է ես բանա, խնդրել եմ նա սեղմագիր գրեն։ Քեզ սեղմագիր չեն գրել, քեզ բերել են Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական առաջարկ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ։ Դու դրան պետք է պատասխան տաս։ Մենք այդ պատասխանները տվել ենք։ Իդեպ այդ հետարքիրա ինչի չի հրապարակել։ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին մեր արգոսնախարարություն գրավոր պատասխաններ է տվել եւ փաթեթային պլանին եւ փուլային։ Ռոբերտ Քոչարյանը տվել է դա հրապարակված է, տվել է գրավոր պատասխան ընդհանուր պետության պլանին։ Իդեպ եթե հարցնեք Քիվեստի պլանի մասին, այդտեղ էլ ասելիք ունեմ։ Մարդիկ
պաշտոնապես տեքստեր են ուղարկել։ Այդ ամենակարևոր բանն է դիվանագիտության մեջ, որ քեզ առաջարկ է արվում, դու պատասխանում ես, ինչն է այդ առաջարկի, ընդունում ես, չես ընդունում, որ դեպքում կընդունես։ Սեղմագրեր ոչ ոք ոչ մեկին չի ուղարկում։ Ինչ աշակու սեղմագիր, որը դու մի տարուց ավել ուսումնասիրում ես, բերելով պատերազմ, հիմարի տեղ է դրել սաղես։ Բոլորին, ամբողջ միջազգային հանրությանը, իսկ իրականում հիմարը ինքն է։ Իսկական հիմարը ինքն է, սաղին հիմարի տեղ է դրել, բայց հիմարը ինքն է, որովհետև հավակնել է առանց իմացության, միջազգային իրավունքի, դիվանագիտության, աշխարհական քաղաքականության իրողությունների, առանց տիրապետելու որևէ էլեմենտար գիտելիքի, ինքը հավակնել է կառավարել մի ամբողջ պետություն։ Բարձունքը էս դիլներ։ Այսինքն մենակ հիմարությունը ու ապաշնորությունը ու տգիտությունը հերիք էր, որ այս արդյունքը ապահովենք։ Չի նշանակում, որ դավաճանության, պետական դավաճանության մոտիվացիան այդտեղ խառնված չի, բայց նորից եմ ասում, ապացույցներ դեռ չունեմ։ Էսա ինչ սեղմագիր, ինչ բան։ Ամերիկան համալսարանը ընդունել, քեզ այնտեղ դաստան։ Սա ինչ հիմարություն է։